Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Օգոստոսի 2-ին կայանալու է 9-րդ գումարման առաջին նիստը, ինչ ակնկալիքներ ունեք այդ օրվա աշխատանքներից։ Այո, ինչպես նշեցիք, չնայած նրան, որ 2026 թվականի օգոստոսի 2-ը օրացույցում կարմիրով է, այսինքն կիրակի է, բայց այնուամենայնիվ պետք է տեղի ունենա Անդրանիկ նիստը, եւ որով մենք արդեն կազդարարենք 9-րդ գումարման ազգային ժողովի գործունեության մեկնարկը։ Բնականաբար ակնկալիքները, սպասելիքները շատ են, որովհետեւ դեռ կարելի ասել 3 մենք քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական ծրագրերն ենք ներկայացրել, քաղաքացիներից հավաքագրել ենք խնդիրներ, հավաքագրել ենք առաջարկներ, բնականաբար անելիքները շատ են։ Ամռան ընթացքում քաղաքական կյանքը այնքան էլ ակտիվ չէ, ամառը սովորաբար բնութագրվում է հենց пассив քաղաքական կյանքով, բայց քաղաքացիների մոտ ցավոք դրանից խնդիրները չեն պակասում եւ բնականաբար անելիքները շատ են։ Ինչ խոսք, կարծում եմ, որ այս ազգային ժողովը դրական էականորեն կտարբերվի նախորդ գումարման ազգային ժողովից, բոլորիս հիշողության մեջ շատ պարզ է, թե ինչպես սկսեց 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո ազգային ժողով աշխատանքների մեկնարկը, երբ օրինակ Հայաստան դաշինքի падգամավորները, որոնք իդեպ այդ ֆրակցիան որոշ չափով նաև այս գումարման ազգային ժողով կա, ինչքան գող ավազակ ու թալանչի կար, որոնք մտել էին ցուցակ, որպիսի ստանային падգամավորական մանդատ, ձեռք բերեին անձեռն մխելիություն եւ ըստ իրենց խուսափեին արդարադատությունից, ցավոք դա տեղի չունեցավ եւ ինչպես վարչապետն է նշում, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չէր պլստալու, հա այդ շապիկները հակած նրանց պատկերներով եկել էին, բնականաբար 21-26 թվականի ազգային ժողովի գործունեությունը, որքան դրական պահերով կարելի է հիշել, որքան կարևոր նախագծերով եւ օրենքներով կարելի է մատնանշել, հիմա չառանձնացնեմ, այնքան էլ ցավոք եղան վատ պահեր, վատ մեկնարկի պահը հատկապես, երբ ծեծկրտուկ եղավ, երբ ավելորդ քաշքշուկներ եղան, խոսակցություններ եղան, փոխադարձ վիրավորանքներ եւ այլն, ինչ խոսք քաղաքացիները մեզնից սա չեն պահանջում, քաղաքացիները մեզնից հստակ այլ բան են պահանջում, աշխատանք, նվիրում, կապը չկտրել իրենց հետ, որպեսզի կարողանանք այդ օրգանական կապը կապելով մեր քաղաքացիների հետ առաջ գնանք։ Հուսով եմ այս ազգային ժողովը կտարբերվի նախորդից դրական իմաստով։ Ձեր կարծիքով ընդդիմությունը ինչ օրակարգով կգա հաշվի առնելով վերջին շրջանի իրենց խոսույթը։ Իրականում ընդդիմությունը քարոզարշավի ընթացքում շատ ավելի խրոխտ էր եւ շատ ավելի համարձակ էր իրենց այդ ապակայունացնող գործունեության մասին խոսելով, եթե հիշում ենք, նրանք ասում էին, որ նույնիսկ մանդատները չենք վերցնի, ազգային ժողով չենք մտնի, որպեսզի ազգային ժողովի աշխատանքը կոլապսի ենթարկվի, գործունեությունը չկարողանա օրենսդիր մարմինը շարունակել, որպեսզի օրինակ միջազգային կենտրոնների եւ միջազգային գործընկերների մոտ ազգային ժողովի հատկապես իշխանական մասի լեգիտիմությունը կասկածի տակ դրվի, թե այսպես ենք անելու, այնպես ենք անելու, փողոցային պայքար ենք սկսելու, կարծես թե փողոցային պայքարի դրվագները մեր հիշողությունից ջնջվել են, բոլորս հիշում ենք 21-26 թվականն էլ փողոցային պայքարը ինչով էր մեկնարկում, ինչ էին անում, փակում էին Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցները, խորովածի մաղալները դնում էին, Ներսիկի Սպիրանին կանչում էին, երգում պարում ուրախանում էին, ընթացքում որոշները վրաններում օգտագործում էին արգելված միջոցներ, առավոտյան նրանց մարմիններն էին գտնում իրավապահ համակարգի աշխատակիցները, հետեւաբար փողոցային պայքարի մասին լավ կլինի նրանք չխոսեն եւ ընդհակառակը կենտրոնանան ավելի շատ օրենսդիր աշխատանքի վրա, որովհետեւ նրանք հայտ են ներկայացրել գնալ ազգային ժողով եւ ազգային ժողովում արդեն իրենց գործունեությունը իրականացնել, բնականաբար ձգտում էին իշխանություն չստացան, բայց Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության, ԱԺ օրենքների եւ այլ օրենքների պահանջները ընդդիմությունից պակաս կարեւոր չեն եւ եթե նրանք ունենային այնքան քաղաքական հասունություն, որով որ խոսել են քաղաքացիների հետ, ստացել են համապատասխան չափով վստահության քվե եւ որոշակի ներկայացված ունեն օրենսդիր մարմնում, ապա նրանք պիտի գան եւ հանգիստ կատարեն օրենքով սահմանված իրենց անելիքները, որտեւ իրենց քվեարկողներն էլ, իրենց համար քվեարկողներն էլ, իրենց էլեկտորատն էլ իր հույսերն ու ակնկալիքներն է կապել այս մարդկանց հետ եւ կարծում եմ, եթե մի քիչ քաղաքական հեռատեսություն ունենան, պիտի գան եւ հանգիստ սկսեն աշխատել։ Այդ տեսակետը հնչում, որ նրանք գալու են եւ այս օրակարգն են
առաջ տանելու, ԵԱՏՄ-ից հիմա դուրս եք գալիս, գնում եք Եվրամիություն, ինչպես Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ում խոսվել է, հա, պետք է հանրակրվի, անցկացվի եւ այլն, դուք ինչ կարծիք եք այս օրակարգը կմտցնեն ազգային ժողովում։ Դե ճիշտն ասած, հետևելով հատկապես ուժեղ Հայաստանի քաղաքական գործիչներին, քաղաքականը դնեմ ճակերտների մեջ, քարոզարշավի ընթացքում դրանից առաջ եւ դրանից հետո բոլորովին այլ էր նրանց խոսութե, եթե հիշում եք, նրանք վախեր էին գեներացնում հայ հանրության շրջանակներում կապված 300,000 ադրբեջանցիների հետ, հիմա էլ խոսում են, որ սով է լինելու, երևի Գագիկ Ծառուկյանից են վերցրել այս միտքը, խոսում էին, որ հեսա Սյունիքը տալու ենք, բայց ոչ մի բանը տեղի չի ունենում եւ բնականաբար այլ խոսույթ են հիմա առաջ տանելու։ Ես գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում համացանցի հետ, ինտերնետի հետ կապված որոշակի խնդիրներ կան եւ այնտեղ տարբեր հավելվածներ, մասնավորապես WhatsApp, Telegram եւ Viber հավելվածները չեն աշխատում, երևի այլ մի առանձին ինչ-որ հավելված են ստեղծել եւ դրա միջոցով կապ են պահում Նարեկ Կարապետյանենց հետ, որտեղ ուղարկում են որոշակի մեսեջներ եւ նրանք էլ այստեղ գեներացնում են։ Ոչ մի նոր բան, խոսքը մեր ընդդիմության մասին է եւ այստեղ պասերով իրենք կհասկանան թե ինչ են անում, բայց մի հետաքրքիր բան է տեղի ունենում այս օրերին Հայաստանի քաղաքական դաշտում, ինչպես արդեն նշեցի, ամառվա ընթացքում բավականին պասիվ է քաղաքական կյանքը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը գտնվում էր արձակուրդում, ինչպես նաեւ բոլորը, ազգային ժողովը ցրվել է, նոր կառավարություն պիտի ձևավորվի, նոր ազգային ժողով պիտի ձևավորվի եւ Ընդդիմությունը իբր թե ուզում է ակտիվ պահել իրենց մասով գործունեության տիրույթը եւ ինչ է տեղի ունենում, ընդդիմությունը պատասխանում է ընդդիմությունը։ Այսինքն իշխանություններին այլևս անելիք չի մնում։ Իշխանությունները պետք է այսպես նստեն, տեսնեն թե ընդդիմության այս թևի ներկայացուցիչները ինչպես են բզկտում այն թևի ներկայացուցիչներին, ինչպես են քաղաքական կսմիթներ հարցնում եւ ինչպես են իրանք իրար հերքում։ Մենք մեր քաղաքական օրակարգը ունենք, պետք է շարժվենք այդ քաղաքական օրակարգով, մեզ հասարակության գրեթե կեսը տվել է վստահության քվե, մենք բազմաթիվ անելիքներ ունենք, որ կիսատենք թողը պիտի շարունակենք, բազմաթիվ ծրագրեր ունենք, որ պետք է սկսենք նոր զրոյական կետից եւ առաջ տանենք, ընդդիմությունն էլ այլևս իրենք իրար հետ ինչ խնդիր ունեն, թող պարզաբանեն, դա մեր կռիվը չէ, այսպես ասած։ Իրավապահների գործողությունները ընդդիմադիրները փորձում են ներկայացնել որպես բռնաճնշումներ իրենց նկատմամբ, սակայն հենց նույն Նարեկ Կարապետյանն էլ ասում է, որ դա իր քաղաքականությամբ զբաղվելու արդյունքն է, եւ հենց այսօր Ռոմանոս Պետրոսյանը անդրադարձել է հեծի հետ կապված մի խնդրի եւ ներկայացրել այն բոլոր տարածքները, որտեղ հավելագրումներ են, հա, արել, այսինքն փաստերով է ներկայացրել, որ այս մարդիկ ինչ բռնաճնշման մասին է խոսքը, որ կա ուղիղ հանցակազմ։ Իրականում այո, լսել եմ այս խոսույթը Նարեկ Կարապետյանի կողմից առավոտ շուտ, երբ որ իրավապահները սկսել են որոշակի գործողություններ իրականացնել, գիտեք Մարկ Տվենն ասում է, երբ էլ չգիտես ինչ ասես, ասա ճշմարտությունը։ Հիմա ինձ թվում է խոսքը մեր ընդդիմադիր գործիչների մասին է, եւ եթե մի քանի քաղաքական ուժեր, ովքեր ավելի երկարամյա փորձ ունեն Հայաստանի քաղաքական կյանքում, մի քիչ ավելի փորձառու են, գիտեն որտեղ պետք է լռեն, որտեղ պիտի խոսեն, ապա մեր նորաթուխ նորելուկ քաղաքական գործիչները հավանաբար այս ամենը չեն կարող իրարից տարանջատել եւ այն խոսույթը թե Նարեկ Կարապետյանի ակտիվ քաղաքական գործունեությամբ է պայմանավորված իրավապահների նրանց տուն այցելելը ցավոք որևէ քաղաքական տրամաբանության կամ առհասարակ տրամաբանության եւ քննադատության չի կարող ենթարկվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունում բազում են քաղաքական ուժերը, 100,000-ավոր մարդիկ կան, ովքեր քաղաքական դաշտում ակտիվ են, նախկին կամ ներկա քաղաքական եւ հասարակական գործիչներ են, բայց փաստորեն իրավապահները նրանցից որևէ մեկի հետևից չեն գնում, բայց գնացել են Նարեկ Կարապետյանի հետևից։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի բան Նարեկ Կարապետյանի հետ այն չէ։ Իսկ ինչը այն չէ, մենք ոչ վաղ անցյալում գրեթե ամենօրյա ռեժիմով քննչական կոմիտեի հայտարարություններից էինք տեղեկանում, ամեն անգամ թե նրանք ինչպես են պիտակավորում հայ ժողովրդին, ինչպես են հայ ժողովրդին սարքում 100-անոցներ, 50-անոցներ, ինչպես են հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին անվանարկում, Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ինչ անվանարկումներ են տալի, կարծում եմ բոլորիս հիշողության մեջ դրանք շատ թարմ են։ Իսկ ինչպես դուք նշեցիք հեծի մասով, նրանք նաև նշում են, թե իբր իշխանությունները չեն թողում, որ իրենք բարեգործություն անեն։ Նախ Նարեկ Կարապետյանին եւ իր թիմակիցներին ուզում եմ հուշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք բարեգործության մասին եւ բարեգործական բոլոր պրոցեսները եւ գործունեությունը համակարգում եւ կանոնակարգվում են, մասնավորապես այս օրենքի շրջանակներում, իսկ թե բարեգործություն ասելով նրանք ինչ նկատի ունեն, ես չգիտեմ։
Հավանաբար բարեգործություն ասելով նկատի ունեն, երբ օրինակ հեծը հավելագրումներ է արել զորամասերի, հիվանդանոցների, մանկատների, մանկապարտեզների եւ այլ կարևոր օբյեկտների այն թիրախ շահառուների հետ կազմակերպվող աշխատանքների այս կառույցների վրա հավելագրումներ են արել եւ այդպես մի երկու կոպեկ, չգիտեմ, կտուր են սարքել կամ չգիտեմ ինչ են սարքել, անունը դրել են բարեգործություն։ Հուսով եմ Նարեկ Կարապետյանը դեռ երկար կմնա Հայաստանի Հանրապետությունում եւ առիթ կունենա ավելի մոտիկից տեսնելու, թե ինչ է նշանակում բարեգործություն եւ բարեգործությունը ընդհանուր առմամբ իրենից ինչ է ներկայացնում։ Բարեգործություն չի նշանակում մեկին գողանալ, կիսել, 1/3-ը փոխանցել այդ ումից որ գողացել են, մնացածը գրպանել։ Նույն պատմությունը Գագիկ Ծառուկյանի հետ է կրկնվում, այդ նույն խոսույթն է հաձնս պատտվում, որ բարեգործը, բարերարը, այսքան բան է արել, ձերքից վերցնում են։ Ինչ խոսք դուք հավանաբար չգիտեք, ես падգամավոր եմ եւ ինձ պարբերաբար հատկապես ձմռան ամիսներին գրում են բազմաթիվ աշխատակիցներ այդ նույն բարեգործ եւ բարերար Գագիկ Ծառուկյանի մասին, որ սեզոնով պայմանավորված, երբ մասնավորապես օրինակ Ծաղկաձորում կամ այլ հանգստյան գոտիներում գտնվող Գագիկ Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներ բավարար չափով եւ սահմանված կարգով չեն վճարում աշխատավարձները, ասեմ ավելին, հսկայական խնդիրներ կան մասնավորապես աշխատավարձը տալու procesում, երբ օրինակ աշխատողի աշխատավարձը դիցուկ կազմում է պայմանական, ասենք 100,000 դրամ, նրանք 50,000-ը արձեռն են տալիս, 50,000-ը նստեցնում են քարտին, որպեսզի խուսափեն պետությանը հարկ տալու, ավել հարկ տալուց եւ խուսափեն այդ եկամտահարկի եւ շահութահարկի հետ կապված տարբեր խնդիրներից իրենց զերծ պահեն եւ բազմաթիվ են եղել օրինակ նախորդ ձմռանը ինձ ուղղված նամակները, որոնք ես բնականաբար ուղղել եմ աշխատանքի եւ պետական տեսչության մեր գործընկերներին, գնացել են եւ նրանք ստիպված են եղել 3 ամսվա, 4 ամսվա եւ նույնիսկ 5 ամսվա աշխատավարձները վերադարձնել, ու այսպես փնտրում են թե տեսնես այդ ով էր падգամավորին այս ինֆորմացիան հարցրել։ Իրականում բոլորս գիտեք, երկիրը փոքր է, բոլորս իրար ճանաչում ենք, այդ բարեգործության մասին հսկայական ինֆորմացիա ունենք, կան, այո, ինչ խոսք, մեր կողքին կան բնականաբար բարեգործներ, բայց գիտեք, բարեգործները սովորաբար, քանի որ բարեգործությունը նաեւ քրիստոնեական մշակույթի որոշակի մաս է, այդ նույն բարեգործները փորձում են ավելի խոնար, ավելի համեստ գտնվել, իրենք այդ բարեգործությունը անում են իրենց խղճի մտոք, իրենց հոգու հանգստության համար եւ այլն, բայց կան մարդիկ, ովքեր օրինակ ձեր կողմից նշված Գագիկ Ծառուկյանի նման, երբ որ Ծիրանի ջեմ, մոր ու մուրաբա եւ տուկիթել էին բաժանում, անունը դնում էին բարեգործություն եւ ընտրակաշարքի տակ ձայներ էին գողանում։ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո պետք է օրենքի գերակայություն լինի, ուզում են բարեգործություն անեն, խնդրեմ կարդան բարեգործության մասին օրենքը եւ շարժվեն այդ օրենքի կանոններով առանց գողանալու այդ նույն ժողովրդից։ Եթե ուզում են բարեգործ մնան, եթե չէ, թող իրենց գործով զբաղվեն, ստվերից դուրս գան եւ պետությանը հարկ տան, դա արդեն իրենց կողմից մեծ բարեգործություն է։ Այս համատեքստում վերջերս Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանություններին հեռացնելու իրենց գաղտնի պլանի մի մասն է կազմում թիմերում հաղթանակ տանելը։ Դրան զուգահեռ Նարեկ Կարապետյանը համայնքներում պտտվում էր, նրանց գյուղտեխնիկա է նվիրում, հատկապես Լոռու մարզում 5-րդ երեխա ունեցող ընտանիքին բնակարան, անվճար տրանսպորտ որոշ համայնքների։ Սա ինքը իրենով արդեն ընտրախախտում, ընտրակաշառք չի պարունակում իր մեջ եւ օրենքով ինչպես սա պետք է կանխի։ Սա այսպես ասած շնորհակալություն այն համայնքներին, որտեղ որ իրենց ըստ էության ավելի շատ ձայներ են ստացել, բնականաբար տրանսպորտի հետ կապված իրենք չեն կարող մուտք գործել, որովհետև տրանսպորտի հետ կապված հարցերը շատ խստորեն համակարգվում է եւ սահմանափակվում է օրենքի շրջանակներում 5 երեխա կամ 6 երեխա ստացող բնակարան ստացող, չգիտեմ, այդպիսի դեպքեր արդեն եղել են, որ նրանք նվիրել են թե չէ։ Ես կարծում եմ, այստեղ նրանք կարող են ինչ-որ սողանց կունենալ, բայց դրանով նաեւ իրենք ի ցույց կդնեն այն քաղաքացիներին, ում ընտրությունների ժամանակ նրանք գուցե նյութապես կամ ֆինանսապես խրախուսել են, հիմա էլ նրանց կողմից շնորհակալություն են հայտնում։ Տիմերում բնականաբար մենք ունենք ընտրություններ, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում մենք ունենալու ենք թիմ ընտրություններ, բնականաբար թիմ ընտրությունները դարձյալ կազմակերպվելու են օրենքի շրջանակներում, այսպես նախապես մեծ խոսելը կարծում եմ որևէ մեկի շահերից չի բխում, մասնավորապես Սամվել Կարապետյանի շահերից, երբ Քարոզ Արշավից դեռ շատ առաջ, այսպես ինքը իր բակում մի մինի ամֆիթատրոններ կազմակերպել, ինքն էլ գլխավոր դերերում էր խաղում, իսկ իրեն ուղված խոսքը, երբ որ քաղաքացիները դիմում են տարբեր հարցերով, հա դիմում են պարոն վարչապետ, ինքն էպես լուրջ դեմքով ընդունում էր այդ պարոն վարչապետ տիտղոսը, գիտեք, մենք մի հետաքրքիր ասացվածք ունենք, ասում են առուն թռիր նոր ասա հոп։ Հիմա նույնը այս նորելուկներին է վերաբերում, մի հատ առուն թռնեն նոր ասեն հոп, ինչպես նաև սրան զուգահեռ ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Նարեկ Կարապետյանենք պատասխանեն այն հարցերին, երբ օրինակ պարկով փող էին տվել այդ նույն
նույն գյուղական համայնքների կամ քաղաքային համայնքների իրենց տասովշիկներին, ես ներողություն եմ խնդրում այս բառի համար, մեր ունկնդերնից հայերեն բառը չեմ կարողանում գտնել, որ ասել, եւ ինչպես Գագիկ Ծառուկյանի դեպքում, այնպես էլ Սամվել Կարապետյանի դեպքում ըստ երևույթին տված գումարը չի հասել այնտեղ, ուր որ պիտի հասնել, եւ հիմա այնտեղ իրար մեջ խոսակցություններ կան, ռազմորկաներ կան, թե այսքան փող էինք տվել, բա ոնց է այսքան ձայն եւ այլն, ծեծ կրտուկներ կան գյուղերում, որոնք բնականաբար պարփակվում են հենց այդ գյուղերում եւ չեն հասնում լրատվամիջոցներին, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի հետ կապված մենք գիտենք, որ իբր թե շտաբերի աշխատանքները կազմակերպելու համար շուրջ 30 միլիոն դրամ փող էին տվել հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին падգամավորին, ով ապրում է Հրազդան քաղաքի Ահավնաձոր համայնքում, եւ այդ այսպես ասած տեխնացուն հենց մի գիշերում կազինոյում պարտվել էր այդ 30 միլիոն դրամը, դրա մասին նաեւ մամուլում նյութեր եղան, նաեւ հոդվածներ գրվեցին այս մասին, եւ հիմա այդ մարդը ինձ թվում է պետք է տները ծախի եւ Հայաստանի Հանրապետությունից փախչի, որտեղ վստահաբար, չգիտեմ, իրավապահները կգնան թե չէ, բայց Գագիկ Ծառուկյանի թիկնապահները անպայման գնալու են այդ գումարի հետևից։ Հետեւաբար կարծում եմ ամենաճիշտը խաղի ճիշտ կանոններ սահմանելն է եւ այդ խաղի ճիշտ կանոնների հետևից գնալը, իսկ թե ում կընտրի ժողովուրդը, տիմերում կլինի, թե որտեղ կլինի, կընտրի կտեսնենք։ Դուք տեխնացուներ ունեք համայնքներում արդեն նշмарվում են։ Բնականաբար նշмарվում են, մենք ունենք շատ ակտիվ կուսակցականներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մենք գիտեք, որ գուցե նաև չգիտեք, բայց մենք շատ կարևոր, նաև վարչապետը շատ կարևոր նշանակություն է տալիս հենց կուսակցության կայացմանը, որտեղ չնայած Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, որտեղ առաջնային եւ կարևոր գործունեությունը տրված է խորհրդարանին եւ որքան ավելի շատ կուսակցություններ անցնեն խորհրդարան, այնքան խորհրդայինի գործունեությունը ավելի տարբերակված կլինի, հասարակության տարբեր շերտեր այնտեղ ներկայացված կլինեն, բայց Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները չեն կայանում։ Ընտրություններից առաջ դրանք սնկի նման աճում են, ունենում են տարբեր ֆինանսավորումներ, իդեպ մենք դա օրենքով կարգավորել ենք, օրինակ մի մարդու հետ կապված կարող է 3-4 կուսակցություն գա, որպեսզի սպասարկի նրան, ինչպես օրինակ մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը իբր անկուսակցական է, բայց նրան սատարող այսպես ելակետային քաղաքական ուժը դա հայ հեղափոխական դաշնակցությունն է, իսկ քանի որ հայ հեղափոխական դաշնակցությունը գուցե ունենա փոքր վստահության քվե եւ չկարողանա իշխանություն ձևավորելու համար մեծ թիվ ապահովել, դրա համար ինչ են արել Ռոբերտ Քոչարյանն, այո, ստեղծել են դուստր ձեռնարկություն, անունը դրել են Բարգավաճ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստանը նույնպես կարելի է ասել ֆիլիալն է հայ հեղափոխական դաշնակցությանը, այսինքն մի կողմից մենք թղթի վրա ունենք բազմաթիվ կուսակցություններ, մյուս կողմից մենք չունենք իրականում որևէ կուսակցություն, որը կայացել է հաշվի չառնելով իհարկե 1-2 կուսակցությունների։ Մենք բնականաբար ունենք մեր տեխնացուները, բնականաբար մենք արդեն գրում ենք մեր ցուցակները Աբագանու հետ կապված, դրանք իհարկե դեռևս կֆիլտրվեն, դեռևս պետք է հաստատվեն, յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես խոսակցություն ունենալ եւ շատ-շատ են դեպքերը, երբ օրինակ վարչությունը կամ մենք որպես մարզի падգամավորներ տարբեր համայնքներում տեսնում ենք ինչ-որ մեկին օրինակ համայնքապետի տեխնացուի դերում, բայց քիչ չեն դեպքերը, երբ օրինակ տեխնացուն ինքը ասում է, որ բարդ է կամ չի կարող կամ տարբեր հարցեր կան։ Այսինքն այս պահին հայտարարել, որ մենք այս հարցը ամբողջապես կարգավորել ենք, ճիշտ չէ, բայց այն, որ մենք սկսել ենք, փնտրում ենք, քննարկում ենք, որոշ դեպքերում շատ վստահ ենք մեր ընտրության վրա, այո, դա այդպես է։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար